Սաղմոս 54. Please turn your Bibles to Psalm 54. Սա Տիրոջ խոսքն է, որ ընթերցում ենք։ Երկողների գլխավորին նկինոթով Դավիթի երգ։ Երբ որ զիփացիկ եկան եւ Սավուղին ասեցին, ահա Դավիթը թակ է կացել մեզ մոտ։ Ով Աստված, քո անունովը ազատիր ինձ եւ քո զորությունով իրավունք արա ինձ։ Ով Աստված, լսիր իմ աղոթքը, ականջիր իմ բերնի խոսքերին, որովհետև օտարները վեր կացան ինձ վրա եւ զորավորները խնդրում են իմ անձը։ Նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջին։ Սելա։ Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։ Նա չարը կդարձնե իմ թշնամիների վրա, քո ճշմարտությունով կորցրու նրանց։ Ես հոժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տեր, որովհետեւ բարի է։ Որովհետեւ դու ամեն նեղությունից փրկում ես ինձ եւ իմ աչքը ուրախությունով նայում է իմ թշնամիների վրա։ Ամեն։ Աղոթենք։ Փառավորյալ երկնավոր Հայր, մեր Աստվածը քո Սուրբ Հոգիիդ ներշնչման եւ հոգատարության եւ խնամքի ներքո քո մարդիկը քո հոգուծը ներշնչված գրեցին այս խոսքը եւ դու պահեցիր, պահապան կանգնեցիր, պաշտպան եղար, մինչեւ որ դա հասավ մեզ։ Այդ մեծ շնորհքիդ եւ ողորմության համար քեզ փառք ենք տալիս։ Հիմա ով Հայր, Սուրբ Հոգիդ զորությամբ այս խոսքդ մեր սրտերի մեջ դու տեղավորիր։ Մեր սրտերը բաց, մեր մտքերը լուսավորիր, որպեսզի հասկանանք քո կամքդ, քո խոսքիդ մեջ մեզ տրված եւ մեզ լսող ականջ, խոնարհ սիրտ եւ կամեցող հոգի շնորհիր, որպեսզի ոչ թե միայն լսողներ լինենք, այլ կատարողներ, ու քո անունդ փառավորվի եւ մենք օրհնվենք հիմա եւ հավիտյան։ Ամեն։ Սաղմոս 54-ը այն սաղմոսներից է, որ գրվել է, երբ որ Դավիթը որպես Իսրայելի օծված թագավոր Սավուղի կողմից ատված եւ հալածված էր։ Սավուղը հետապնդում էր Դավիթին, որպեսզի նրա անձը որոնի եւ նրան սպանել տա։ Այս սաղմոսը իր անմիջական կամ իր կարճ տեղվույն օրվա իմաստով Դավիթի վտանգված կյանքի ընթացքում նրա ապրումներն է բացահայտում։ Իսկ իր հերավոր մարգարեական իմաստով դա Տեր Հիսուսի դեմ բարձրացած վտանգների, նաև նրա հետ նրա եկեղեցու կրած վտանգների մասին է բացահայտում եւ մատնանշում։ Այս սաղմոսը սերտելու եւ հասկանալու համար եւ դրան մեր կյանքին վերագրելու համար դրան 3 բաժինների պիտի վերլուծենք եւ բաժանենք եւ այդպես վերլուծենք։ Առաջին բաժինը գտնում ենք առաջին 3 համարների մեջ։ Այնտեղ տեսնում ենք Դավիթի կատարած աղոթքը եւ նրա վրա հասած արհավիրքը։ We're seeing the prayer and the plight of David. The prayer and the plight of David. Աղոթքը եւ արհավիրքը։ Արհավիրք այսինքն պատուհաս, չարիք, վտանգ։ Երկրորդ բաժինը 4-ից 5 համարներն են, ուր Դավիթի վստահության հայտարարությունն ենք կարդում։ It's the proclamation of his confidence. Proclamation of his confidence. Իր վստահությունն է հայտարարում եւ հռչակում։
Երրորդ բաժնում 6-ից 7 համարների մեջ Դավիթի ցնծալի շնորհակալությունն ենք տեսնում, his joyful thanksgiving. Ուրախությամբ Աստծուն փառք է տալիս նույն պահին, երբ որ տակավին ինքը վտանգված էր, եւ սա մահապործի վտանգ է, շատ թեթև վտանգի մասին չենք խոսում։ Ուրեմն այս 3 կետերը, այսինքն աղոթքը եւ արհավիրքը, վստահության հայտարարությունը եւ ցնծալի շնորհակալությունը իրարու հետ միասնաբար մեկը մյուսին կցելով, ահա տեսնում ենք, թե մի հավատացյալ վտանգված պահին, վտանգի պարագայում ինչ պիտի մտածի, ինչ պիտի անի, ինչպես պիտի վարվի, ինչպիսի շրջահայացք եւ աշխարհահայացք պետք է ընդունի։ Այս Սաղմոսի նախաբանը մեզ դրա պատմականն է ուսուցանում։ Բացահայտում է, որ Դավիթը, երբ այս Սաղմոսը գրեց, ինչպիսի վիճակից էր անցնում եւ կացությունը ինչ էր։ Այդ ենթահողն է բացատրում։ Եթե տեսնեք հայերեն Աստվածաշնչի եւ անգլերեն Աստվածաշնչի մեջ Սաղմոսի առաջին համարի նախաբանը վերևը, վերնագիրը կարդում ենք երկողների գլխավորին նկինոթով։ Դավիթը այս որպես երգ գրեց եւ տվավ երկչախումբի առաջնորդին, որպեսի նկինոթ անունով երաժշտական գործիքի վրա նվագեն եւ այս երգը որպես փառաբանության երգ բոլոր ժողովուրդը երգի։ Եվ ինչ էր նյութը։ Երբ որ զիփացիկ եկան եւ Սավուղին ասեցին, թե տես Դավիթը մեզ մոտ կաղնվել է, թակ է կացել։ Այդ էր երգի նյութը։ Մեզ համար հազարավոր տարիներ հետո այս վերնագիրը շատ իմաստ չուներ, պիտի չունենար, եթե Աստվածաշունչը մեզ չբացատրեր, թե ինչ եղավ։ Եթե ուզում եք իմանալ ինչ եղավ, հիշում եք այն մուվիները, որ առաջ ցույց են տալիս այդ մուվիի նյութը, հետո տակը գրում են 6 ամիս դրանից առաջ ու վերադառնում է հետևում եղած ենթահողը։ Ես հիմա պիտի ձեզ տանեմ երկար ժամանակ դրանից առաջ։ Դարձնում ենք, կարդում ենք այս վերնագրի մեջ, որ զիփացիկ էին, որ Դավիթին եկան եւ ասեցին, որ Դավիթը մեզ մոտ կաղնվել է։ Լավ զիփացիկ ով էին։ Ահա պետք է դարձնենք մեր Աստվածաշունչը առաջին թագավորած 1 Samuel 23-րդ գլուխ։ Առաջին թագավորած 23-րդ գլուխ եւ 15-րդ համարից կարդում ենք։ Եվ Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իր անձը որոնելու։ Անձ որոնել նշանակում է սպանելու մտադրությամբ։ Շատ գեղեցիկ կերպով է բացատրված, շատ կլորակացված ձևով է, որ ուզում է ասել, որ Սավուղը դուրս է եկել, որպեսզի փնտրի, թե Դավիթը ուր է եւ նրան սպանի։ Այդ է նշանակում to seek his self or life։ Եվ Դավիթը զիփի անապատումը մի անտառի մեջ էր։ Եվ հետո եթե կարդաք այդ համարները, մինչև 28-րդ համարի մեջ, կարդում ենք, որ զիփացիկ Դավիթին տեսան, եկան Սավուղի մոտ եւ նրան ասեցին, թե գիտես ինչ, Դավիթը այս մեր մոտի անտառի մեջ մի շատ պինդ եւ ապահով տեղ թաքնվել է։ Մեզ մոտ է։ Եվ հետո Սավուղին առաջարկեցին, որ նա իջներ այդ անապատից եւ նրանց արտոներ, որ իրենք գնային եւ Դավիթին բռնեին եւ սպանեին։ Սավուղն նրանց առաջարկը ընդառաջեց եւ հետո նրանց օրհնեց, ասավ Տեր օրհնի ձեզ։ Հետո ինքը նրանց ուղարկեց, որ գնային
Դավիթի եղած տեղը ստուգեին, իմանային թե Դավիթին ով էր տեսել, նրանից էլ ստուգեին եւ նրանց պատվիրեց, որ վերադառնային իր մոտ եւ Դավիթի ստույգ եղած տեղի մասին նրանց տեղեկացնեին, որպեսզի ինքն էլ գնար եւ Դավիթին որոներ եւ այդ բոլոր Հուդայի մեջ հազարավոր մարդկանց առաջին նրան բռներ եւ սպաներ եւ դաս աներ։ Ինչ է հիշեցնում ձեզ։ Ով ուղարկեց, որի ծնունդի մասին պետք է ստուգեին, վերադառնային, իրեն ասեին, որ ինքն էլ գնար նրան իբրև թե երկրպագեր, հիշում եք այդ պատմությունը։ Այո, Հերովդեսի մասին եմ խոսում, Հիսուսի մասին։ Տեսնում եք ինչպես է կապակից, այս մարգարեությունը, թե անմիջական իմաստ ունի, թե հեռավոր պատկեր ունի։ Այս զիփացիկ գնացին դեպի բնականաբար զիփ, իսկ Դավիթն էլ իր մարդկանց հետ անապատումը դաշտի հարավային կողմում էր եւ Սավուղն էլ վեր կացավ իր մարդկանցով, կարդում ենք, որ Սարի մի կողմից էր գնում, իսկ Դավիթը Սարի մյուս կողմիցն էր իջնում, մինչև որ նայեցեք 26-րդ համարին։ Կարդում ենք. Եվ Սավուղը Սարի այս կողմովն էր գնում եւ Դավիթն էլ իր մարդկանցով Սարի այն կողմով, այսինքն հակառակ կողմով, եւ Դավիթը շտապում էր Սավուղի երեսից փախչիլ, բայց Սավուղը եւ իր մարդիկը Դավիթին եւ նա մարդկանցը շրջապատեցին, որ նրանց բռնեն։ Դավիթը ընկավ թակարդի մեջ։ 4 շուրջը նրան շրջապատեցին, որպեսզի նրան սպանեն։ Այս վտանգ է կամ վտանգ չի։ Ստույգ վտանգ է։ Դավիթը փախուստի տեղ չուներ, որտեղ Սավուղի մարդիկը նրան շրջապատել էին։ Որ կողմից որ դառնար, նրան կբռնեին։ Եվ տեսեք 27-րդ համարը։ Այս վտանգված պահին, այս անել անճար վիճակի մեջ կարդում ենք հետևյալ նախադասությունը. Եվ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ։ Հենց այնց, բախտի բերմամբ։ Ծառից ընկավ։ Ոչ, այդպես չեղավ։ Եվ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ եւ ասեց. ինչ ասի լավ է։ Շուտ եկ, որովհետև փղշտացիները, մեր թշնամիները, հարձակվել են երկրի վրա։ Եվ Սավուղը Դավիթին հալածելուց դարձավ գնաց, որ փղշտացիների դեմ գնա, դրա համար այնտեղի անունը Սելա Մահլեգոտ ասվեցավ։ Եվ պիտի ասեք Սելա Մահլեգոտ այսինքն ինչ, այսինքն փախստի ժայռ, ազատության քար։ Այս պատմականը մեզ բացատրում է, թե Դավիթը եւ իր մարդիկը խիստ վտանգավոր եւ չափազանց սարսափելի եւ մահացու վիճակի մեջ էին գտնվում։ Նրանց կյանքը վտանգված էր, նրանք արդեն իսկ իրենց դեմ եղող մարդկանցով շրջապատման մեջ էին եւ դրանից ոչ մի ելք չկար նրանց համար։ Այդպես չէ երևում նրանց գոնե աչքին։ Բայց Աստված փղշտացիներին, որ Սավուղի թշնամիներն էին, Սավուղի դեմ վեր բարձրացրեց եւ նրանք հարձակվեցին Սավուղի երկրի վրա եւ մի լրաբեր ուղարկեց այդ պահին, այդ ժամանակին, ճիշտ ժամանակին, որ հասներ այդ ճիշտ շրջափակման ընթացքում Սավուղին եւ ազատության դուր, փրկության դուր հայթայթեց, այդ թշնամու վեր բարձրացնելով, չար մարդկանց վեր բարձրացրեց ուրիշ չար մարդու գլխուն, որպեսզի իր զավկին այդ չարությունից կարողանա ազատի։
Սրան ասում են Աստծո համակատարությունը։ Ամեն բան իրարու է համեմատում, ամեն բան իրարու է համադրում իր նախախնամության մեջ, որպեսզի իր առաջուց եղած սահմանած, խնամված, հրովարտակած ծրագիրները եւ սահմանումները հարաճադրի եւ հաջողեցնի։ Սրանք բախտի բերմամբ եղած բաներ չեն։ Իրականության մեջ ոչ մի բան բախտի բերմամբ չի պատահում։ Ամեն բան Աստծո հրովարտակով է կատարվում։ Ամեն բան Աստծո նախախնամության հպատակ է։ Նույնիսկ փղշտացիները, չարերը, պատերազմները, սավուղները, լրաբերները, ամենափոքր մի աննշան լրաբեր, որի անունը անգամ չենք իմանում ով էր։ Եվ Դավիթը այս սաղմոսը, այս երգը, այս պարագայից ազատվելու հանգամանքով է, որ գրի առավ։ Եվ Սուրբ Հոգին Դավիթին ներշնչելով նրա ունեցած մարդկային տեղական օրվա կյանքի ապրումները գրի առնել տվավ, որպեսզի այս սաղմոսը, որպես Աստծո ներշնչյալ խոսք, ոչ թե միայն Դավիթի միայն պարագայում երկեցվի եւ բացահայտվի, տեղի ունեցած ճշմարտությունները մեզ ուսուցանի, այլ դրա հետ միասին նաեւ Դավիթի նախատիպ նախօրինակով, պատկերազարդ կերպով, դրա օրինակի հիման վրա մեզ նաեւ ուսուցանի այն Դավիթի որդի եկող Քրիստոսի մասին, այն Աստծո սիրելի մասին, նրա եկեղեցու մասին, որ Աստված իր աչքի պիպի պես նրան ու մեզ սիրում եւ պահում է։ Նույնիսկ երբ որ մենք վտանգվենք, նույնիսկ երբ որ թշնամին մեր չորս կողմը բանակ տա։ Այս սաղմոսի մեջ խիստ գործնական կետեր կան մեր առօրյա կյանքի համար։ Առաջին կետում Դավիթի դեմ բարձրացած այս վտանգավոր պարագայում տեսնենք եւ նայենք նրա կատարած աղոթքին։ Նա ասում է. Ով Աստված, քո անունով ազատիր ինձ եւ քո զորությունով իրավունք արա ինձ։ Ով Աստված, լսիր իմ աղոթքը, ականջիր իմ բերանի խոսքերին, որովհետև օտարները վեր կացան ինձ վրա եւ զորավորները իմ անձն են խնդրում, նրանք Աստծուն չեն տնում իրենց աչքի առաջին։ Սելա։ Ինչպես ասեցի, այս առաջին երկու համարները Դավիթի աղոթքն է ներկայացնում։ Նրա աղերսն է։ Նկատի առեք, թե երկու համարներում իր այս աղերսը նույն ձևով է սկսում։ Ով Աստված բարերով, ով Աստված, ով Աստված։ Այս բարերի կրկնությունը մեզ ցույց է տալիս Դավիթի սաստիկ ուժգնությամբ, չափազանց անմիջականությամբ, urgency եւ խիստ անհրաժեշտությամբ, որ անհրաժեշտ էր, necessity, այդպես է աղոթում Դավիթը։ Տքնաջան աղոթք է սա։ Հետաքրքրական է, որ այս աղոթքին նախաբանում էլ մենք թե Դավիթին ենք տեսնում, թե Հիսուսին։ Մատթեոս 27:46-ի մեջ կարդում ենք, թե Տերը խաչի վրա կանգնած, երբ հայրը իր երեսը նրանից դարձրեց, նա ինքսինքը լքված զգաց։ Որովհետև նա բոլոր իր մով փրկյալների ներառյալ մեր հավիտենական պատժի, այսինքն մեր բոլոր անցյալի, ներկայի, ապագայի, բոլոր դատապարտության, հանցագործության, ծանրությունը, մեղքը, հանցապարտության զգացումը եւ պատիժը իր վրա էր առել, բոլոր իր մով փրկյալներին։ Եվ դրա համար հայրը նրա վրա եղած այդ մեղքի կարշությունից երես դարձրեց։ Տերը այս ահավոր վիճակում իր մարդկային բնությամբ
Հայր Աստծուն բացականչում է եւ նրա անունը երկու անգամներ Էլոհի, Էլոհի, լամա սաբակտանի, Աստված իմ, ինչու ինձ թողուցիր։ Աստված չթողուց Հիսուսին։ Բայց Հիսուս այդպես էր զգում։ Որտեղ մեղքը այդ է անում։ Աստծուց մեզ բաժանման մեջ է դնում եւ մենք զգում ենք այդ դատապարտության ծանրություն։ Այստեղ էլ Դավիթը նմանապես վտանգված պահին հենց Աստծո անունն է կանչում երկու անգամ, ինչ որ Աստվածաշնչի մեջ կրկնվում է, շեշտը ցույց տալիս։ Ով Աստված ազատիր ինձ, ով Աստված իրավունք արա ինձ։ Այս երկուսը կարևոր է։ Նախ նկատի առնենք, թե նա Աստծուց աղաչում է, որ Աստված իր անունով նրան ազատեր։ Ինչ է նշանակում Աստված իր անունով նրան ազատեր։ Արդյոք Աստծո անունը ինչ ազդեցություն պիտի ունենար Դավթի վիճակի վրա այդ պահին, որ վտանգված էր իր կյանքը։ Ինչու է Դավիթ ազատության խնդրանքով Աստծո անունին դիմում, այսինքն ինչ։ Միթե ինքը Աստծո անունը չէր իմանում։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Բացատրեմ։ Աստծո անունը, Աստծո էությունը կամ նրա բնությունը, նրա ստորոգելիները, նրա էության յուրահատկություններն է ներկայացնում։ Երբ ասում ենք Աստված, մենք մեր միտքն ենք բերում այն ամենազորին, այն ամենակալին, այն ամենուրեքին, այն ամենագետին, գերիշխան, վեհափառ, եզակի, սուրբ, ճշմարիտ, հավիտենական, անփոփոխ, հավատարիմ, ողորմած, շնորհալի, գթառատ, փառավոր, գեղեցիկ, ուղարար, արդար, նախանձահույզ, սիրող, սեր եղող Աստծուն։ Դրա մասին ենք խոսում։ Երբ ասում ենք Աստված, այդ պետք է հիշենք։ Դավիթը Աստծո անունը տալով նրա էության բոլոր այս կատարելությունները, յուրահատկություններն է միտք բերում եւ մեզ ուղղում է, որ մենք այդ միտք բերենք։ Եվ մի խոսքով նրա ստորոգելիներին է դիմում։ Դավիթն ասում է ով Աստված։ Դու որ քո էության մեջ այս բոլոր ստորոգելիներով օժտված ես։ Դու ունես այս բոլոր յուրահատկությունները եւ այն էլ կատարյալ։ Խնդրում եմ դրանց գործի լծիր եւ ես հանձնվում եմ, նվիրվում եմ այդպիսի մի Աստծուն, որ ինձ կարող է ազատել։ Ուրեմն ազատիր ինձ։ Եթե մեկը կա, որ կարող է ազատել, այդ դու ես։ So please ազատիր ինձ։ Կյանքս վտանգված պահին խնդրում եմ, որ դու քո աստվածային յուրահատկությունները գործի լծես եւ ինձ սպառնացող վտանգից դու փրկես։ Աստծո անունը ցույց է տալիս նրա ուխտային հարաբերությունը։ Աստծո անվան վստահել ցույց է տալիս եւ նշանակում է նրա հետ ուխտային հաղորդության եւ հարաբերության մեջ լինել։ Այն ուխտը, որ նա ուխտել է իր էության վստահության հիման վրա, իր անփոփոխ հավիտենական էության երաշխիքով, որ նա անպայման իր վստահողներին պիտի պահի, պիտի ազատի, պիտի իր փառքի համար, նույնիսկ եթե նեղության միջից էլ որ անցնեն նրանց հետ կլինի։ Անպատճառ նա կանի, ինչ որ ուխտել է որ անի։ Եթե Աստված է, որ Դավիթին օծել էր, որ թագավոր լինել, ոչ մի բան չպիտի արգիլեր նրան թագավոր լինելուց։ Նույնիսկ երբ որ Սավուղը նրան կյանքը որոներ ու փորձեր նրան սպանել։ Դավիթը գիտեր սա։ Դավիթը իր Աստծուն այդպես էր վստահում։ Դու ինչպես ես վստահում քո Աստծուց։ Դավիթը անմիջական պարագայում Աստծո գերիշխան նախախնամությանը դիմեց եւ նրան Սավուղի ձեռքից ստույգ մահից հենց այդ նախախնամությունը պիտի ազատեր եւ հենց այդպես էլ արավ։ Առաջին համարում Դավիթը աղոթում է, որ
Աստված իր աստվածային անունով ազատի։ Հետո երկրորդ համարում այդ նույն թափով, նույն շեշտով, նույն ճանասիրությամբ, նույն եռանդով, նույն անհրաժեշտությամբ Դավիթը Աստծուց խնդրում է, որ Աստված նրան իրավունք աներ։ Այդպես է թարգմանված արևելահայերեն Սուրբ գրքի մեջ։ Ինչ է նշանակում Աստված նրան իրավունք աներ։ Հասկանալի չի մեզ։ Անգլերեն մի քիչ ավելի լավ հասկանալի է։ To vindicate me. Vindicate նշանակում է ինձ ջատագով եղիր։ Այսինքն դու իմ անմեղությունս բացահայտիր։ Դու իմ անարատ դատը պաշտպան կանգնիր եւ իմ անարատության եւ անմեղությունս փաստացի կերպով ամենի աչքի առաջ բացահայտիր, որպեսզի իմ պատիվը, իմ անունը մաքուր եւ անխախտ մնա, անպատիվ չլինեմ, արժանապատվությունս չկորի, անիրավաբար եւ անտեղի չխայտարակվեմ, իմ համբավը չաղավաղվի եւ չպղծվի, ընդհակառակը ինձ անպաստանողների ստությունը Երևան կա եւ նրանք պատժվեն, քան թե ես։ That's what vindicating means. Այսինքն ջատագով եղիր, դատապաշտպան եղիր ինձ։ Երրորդ համարում Դավիթը իր հակառակորդներից կրած վտանգի մասին է գրում։ Պատճառը, որ նա այսպես ճանասեր կերպով աղոթում է, շեշտով աղոթում է, այն է, որտեվ այս զիփացիները եւ Սավուղի ընկերակիցները, ինչպես կարդացինք Սամուելի մեջ կամ առաջին թագավորացի մեջ, Դավիթի կյանքն էին որոնում։ Նայեցեք, այդտեղ Սաղմոսի մեջ գրված է, որ իմ կյանքն են խնդրում բառը ուղիղ չի։ Խնդրել, այսինքն աղերսել, աղաչել։ Ճիշտ թարգմանությունը հայերեն որոնել է։ To seek, փնտրում են, էնել չար միտումով են որոնում։ Ուրեմն կարող եք այդտեղ կարմիր գծեք եւ գրեք որոնում են իմ անձս։ Նրանք ասում է օտարականներ են, այն էլ զորավոր օտարականներ, այս զորավոր բառն էլ ուղիղ չի։ Մեր հայերեն թարգմանությունը շատ վատ է։ Այո, զորավոր են, բայց զորավորը չի տալիս այն իմաստը, որ բնագրի մեջ է։ Այս մարդկանց կյանք փնտրելու չարության խորքը չի ցույց տալիս։ Անգլերենի մեջ ասում է ruthless, այսինքն դաժան են, անխիղճ են, անգութ են։ Նրանք չեն մեղկանում որևէ բանի։ Նրանք խիղճ չունեն։ Իրենց գործած չարիքների համար չեն խղճահարվում։ Նրանք շատ բիրտ ու բրուտ ժողովուրդ են, օտար են։ Նրանք Աստծո ժողովրդի մաս չեն կազմում։ Ինչու են այսպես։ Նրանք ասում է Աստծուն իրենց աչքի առջև չեն դնում, պարզ բան է։ Երբ որ մեկը Աստծուն իր աչքի առջև չդնի, շատ չանցած դաժան կդառնա, ruthless կդառնա։ Անաստված են, Աստծուն չեն հավատում, չեն պաշտում, չեն հնազանդում, Աստծո դեմ անազանդ են, ապստամբ են եւ Աստծուն չեղյալի պես համարողներ են։ Իրենք կարծում են, որ իրենք են Աստված, ինչ ուզում են կարող են անել, ու նրանց պատասխանատու բռնող մեկը չկա։ Այսպիսիները իրենց բազուկի ուժին են հենվում, մարդկային հասկացողություններին, մարդկային խելքին, մարդկային ծուրամիտ բնության, միգուցե իրենց դրամին, հարստության, կամ իրենց մարմնավոր գեղեցկության, կամ միգուցե նույնիսկ իրենց ձեռք բերած ուսմանը, մակարդակներին եւ տարբեր մարդկային նվաճումներին են հենվում, բայց ոչ Աստծուն։ Նրանք այդ բոլորը գործադրելով շատ զորավոր են երևում եւ երբեմն էլ շատ բաներ են կարողանում անեն։ Շատ միջոցներ են կարողանում ձեռք բերել։ Շատերի վրա կարողանում են բիրտ կերպով, դաժան կերպով բռնադատել եւ չարություններ անել, ոմանց միգուցե նույնիսկ ոչնչացնել, անհետացնել,
վտանգել, վնասել, շատ վտանգավոր մարդիկ են։ Այսպիսի բաներ անողները Աստծուն իրենց աչքի առաջին չունեն։ Դավիթը Սավուղի եւ Զիփացիների մասին է գրում, որոնք իսկապես անձնասեր, հպարտ, կեղծավոր, աննազանդ, Աստծո հանդեպ աննազանդություն եւ ըմբոստություն անողներ էին։ Սա այս համարների անմիջական իմաստով գրված եւ դիտված մեկնաբանությունն է։ Սակայն այս համարները նաեւ մարգարեական իմաստ ունեն։ Քրիստոսի մասին են գրում, նաեւ եկեղեցու մասին է խոսում։ Այս Սաղմոսի հերու իմաստով Հայրն Աստված իր որդի Տեր Հիսուսին աշխարհ ուղարկեց, որ նա մեղավոր մարդկանց փոխարեն ուղարար կյանք ապրի եւ այդ ուղարար կյանքը նրանց արտարացման համար մահվան մատնի։ Աստծո խոսքի մեջ կարդում ենք, թե չար մարդիկ, կեղծ հոգևորականներ, խարտախ կրոնականներ, պետական առաջնորդներ, այս անմեղ Աստծո որդի, մարդի որդի Հիսուսի հետ անիրավությամբ վարվեցին։ Նրա դեմ թշնամություն լարեցին, նրա դեմ ըմբոստացան։ Երբ որ հրաշքներ էր կատարում, ասում էին, թե նրա մեջ դև կա։ Երբ որ նրան ասեցին, թե Նազարեթում է ապրում, ասեցին, թե Հիսուս Նազովրեցի ասելով, միթե կարելի է Նազարեթից լավ բան դուրս գա։ Երբ որ ապաշխարության եւ հավատքով փրկություն էր հրահանգում եւ հրավիրում, ասում էին, թե մենք արդեն Աբրահամի որդիք ենք եւ փրկության կարիք չունենք։ Եվ նրան ծաղրում էին, արհամարում էին։ Տերը իր ամբողջ երկրավոր կյանքի ընթացքում այս չար, բայց եւ այնպես բարձրաստիճան, զորավոր, նաեւ դաժան, ամպարտավան կրոնականների, պետական առաջնորդների եւ ազգային դեմքերի կողմից նախատվեց, հալածվեց, արհամարվեց, վերջն էլ ձերբակալվեց, ամփոստանվեց եւ ինքն իրեն որպես Աստծո որդի կոչելու իբրև թե հանցագործությամբ դատապարտվեց, հետո էլ ծեծվեց, ծաղկվեց, մերկացվեց, արյուն լվա դարձվեց եւ այդ վիճակով խաչապայտի վրա բարձրացվեց, մեղվեց եւ այնտեղ իր հոգին տվավ մեռավ։ Իրապես մեռավ։ Հետո էլ գերեզմանի մեջ թաղվեց։ Եվ այս նույն մարդիկը եկան իր շիրիմը կնքեցին քարտերին, մեծ քարտերին, շիրիմի քարը կնքեցին, երկու հատ էլ պահակ զինվոր դրին։ Սակայն Աստված, բայց Աստված նրան մահվան ճիրաններից ազատեց։ Փակ ու կնքված գերեզմանի քարը գլորել տվավ։ Ոտքի կանգնած պահակներին գետին գլորեց։ Իր փաթաթված կտավներից ու գլուխը ծածկող վարշամակից դուրս հանել տվավ։ Երրորդ օրը գերեզմանից, մահից եւ մահի տիրապետությունից փրկեց, ազատեց, ոտքի հանեց, հարություն տվավ։ Սա այն ազատել բառի մարգարեական եւ հերավոր իմաստն է, որի մասին Դավիթը գրում է. ինձ քո անունովդ ազատիր։ Իրավունք անելու կամ ջատագովելու հերավոր մեկնաբանությունը Տեր Հիսուսի կյանքում տեղի ունեցավ։ Ու այս մարգարեությունը նրա խոնարհեցումով եւ նրա բարձրացումով կատարվեց։ Նա իր երկրավոր կյանքում նախատվեց, հալածվեց եւ նամանավանդ դրա ավարտին մի հանցագործի պես ավազակների հետ համեմատվեց եւ ավազակների հետ խաչվեց։ Ասա խոսքն ասում է, թե նա գողերի հետ սեպվեցավ։ Նրան հանցագործների հետ միասին նույն մահապատիժին ենթարկեցին։ Մարդիկ նրան ծաղրեցին, ապտակեցին, նրա երեսին թքեցին, նրան հայհոյեցին, նրան արհամարեցին, ծաղկեցին, արյուն լվա արեցին։ Իր նույնիսկ մեկ հագուստը վրայից հանեցին եւ իրարու մեջ բաժնեցին։ Եվ բոլորի աչքի առաջին նրան նվաստեցնելու համար, ծաղրելու համար, խաչի վրա իբրև թե հանցապարտության պատիժի տախտակի վրա գրեցին Հիսուս Նազովրեցի հրեից թագավոր, ծաղրանքի համար։ Բայց Աստված, Երկրորդ Կորինթացիս
5:21 Կարդում ենք 2 Corinthians 5:21 Աստված որ նրան որ մեղք չգիտեր մեզ համար մեղք արավ որ մենք Աստծո ուղարարությունը լինենք նրան իրավունք արավ Փիլիպպեցիս 2:6 Տեսեք ինչպես Աստված ջատագովեց Փիլիպպեցիս 2:6-ից սկսյալ Տիրոջ խոսքն ասում է Տերը Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չսեպեց Աստծուն հավասար լինելը այն իր անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով մարդու պես գտնվելով իրեն խոնարեցրեց իջեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ այն էլ խաչի մահ դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց որ ամեն անունից ավելի բարձր է որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու տավանի այդ անունը թե ինչ թե Հիսուսը Տեր է անունը Տերն է որ տվավ Տիտղոս է Հոր Աստծո փառքի համար Այսպես Հայրն Աստված իրավունք արավ Հիսուսի Նրան ջատագովեց Եվ թեպետ չար մեղավոր մարդիկ ճանացին նրան խայտառակել, բայց Աստված նրան բարձրացրեց Նրան ոչ թե միայն Տեր Տիտղոսը տվավ, այլ նրան Տերն արավ Դարձեք Եփեսացիս 1:20 Ephesians 1:20 Կարդում ենք թե Աստված Քրիստոսին մեռելներից հարուցանելով նրան իր աջ կողմը նստեցրեց երկնավորներումը այսինքն իր գահանիստը արավ ամեն իշխանությունից եւ պետությունից եւ զորությունից եւ տիրությունից վեր ամեն անունից կամ տիտղոսից վեր որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում եւ ամեն բան, ինչ է նշանակում ամեն բան։ Հենց այդ ամեն բան։ Այսինքն ոչ մի բան դուրս չմնաց, բացարձակապես ոչ մի բան։ Ամեն բան հնազանդեցրեց նրա ոտների տակ եւ նրան գլուխ դրավ եկեղեցուն բոլոր բաների վրա որ է նրա մարմինը այն լրումը որ ամենի մեջ լրացնում է տեսնում եք ազատված հաղթական ջատագովված բարձրացած ամենատեր եղող Քրիստոսին նույնիսկ երբ որ նա պիտի անցներ մահվան ձորից նույնիսկ երբ նա պիտի խմեր այն դառը բաժակը որի շնորհիվ պիտի փրկվեինք ես ու դու Եվ մեզ պես բյուրավոր ուրիշ հավատացյալներ վերստին ծնված հավատքի միջոցով Քրիստոսի մեջ Աստծո շնորհքով այս նույն Աստվածը ով իր աստվածային էության ստորոգիլներով ազատեց Դավիթին ազատեց Հիսուսին երբ նրանք գտնվեցին իրենց կյանքի ամենաահավոր վտանգալի արհավիրքի մեջ Երբ նրանք կրկնակի ու ջերմագին աղոթեցին ով Աստված ազատիր ինձ ջատագովիր ինձ Այս նույն անփոփոխ Աստվածը նաև նույնն է մեզ համար եկեղեցու համար իր սիրելիների համար իմ ու քո համար Նա է մեզ մեր դեմ սպառնացող վտանգներից ազատողը մեզ անիրավ մարդկանցից մեր անունն ու համբավը պաշտպանողը միայն թե հիշելու ենք թե որ մենք էլ թե Դավիթի նման, թե Հիսուսի օրինակով, վտանգի մատնված պահին, այն նույն անփոփոխ Աստծուն պիտի հենվենք, նրան պիտի աղերսենք, նրա աստվածային հրաշալի ստորոգիլներ միտք պիտի առնենք, եւ այդ ուղիղ վարդապետությամբ, ուղիղ ճշմարտությամբ պետք է նորոգվենք, որպեսզի երբ մենք էլ մահվան շուքի ձորի միջից էլ որ անցնելու լինենք, չարից չվախենանք Որովհետև
Նա իր աստվածային բոլոր կատարելություններով, բոլոր յուրահատկություններով մեզ հետ է։ Տերոջ խոսքն ասում է նրա ցուպը եւ գավազանը մեզ հետ են, դա մեզ զորություն է տալիս, մեզ կսփոփեն, մեզ կմխիթարեն։ Եվ ինքը, հենց ինքը, իր անունի համար, իր անունի վասն մեզ ուղիղ ճանապարհներումը առաջնորդի։ Երկրորդ կետում 4-ից 5 համարների մեջ Դավիթի վստահության հայտարարությունն ենք տեսնում, the declaration of his confidence։ Նա իր ամենավտանգված պարագայում իր ուղղությունը չի կորցնում, իր անելիքը չի մթագնում իր աչքերի առաջին, հուսահատության, մտատանջության եւ հոգեճնշման չի ենթարկվում, այլ ընդհակառակը ճիշտ հենց այն պահին, որ նա ամենաշատ եւ ամենասաստիկ վտանգի մեջ էր գտնվում, ամենաշատ վախի եւ սարսափի մեջ էր մատնվել, անմիջապես իր հիմքը, իր ոտների ներքնաշխարհը, իր բոլոր ներքնահատակը հիմնում է Աստծո էության եւ նրա ստորոգիլների վրա։ Նա ասում է. ահա Աստված է իմ օգնականս, Տերն է պահպանում իմ անձը։ Այս համարում առաջին բառը Աստված Յահվեն է։ Բնագրի մեջ Յահվե է գրված։ Իսկ երկրորդ բառը Տերը Ադոնայն է։ Յահվե նշանակում է խոստում տվող, խոստում պահող, հավատարիմ Աստվածը։ Անփոփոխը, հավիտենականության նույնն է նմանը, որ չի փոխվում։ Իսկ Ադոնայ նշանակում է ամենազորը, ամենակարողը, ամեն բան հնարավոր անողը։ Դավիթի դեմ սպառնացող վտանգը իրապես նրան վախեցնող էր։ Եվ նույնն էլ մեզ համար այդպես է։ Վտանգները իրական են, սիրելիներ, երևակայական չեն։ Մեր վախը իրական է, բնական է, երևակայական չի։ Երբ Դավիթը վախենում էր, իրական վախենում էր։ Երբ ես ու դու վախի ենք մատնվում, իրական է դա։ Բայց այդ վախից ինչ ենք անումն է հարցը։ Հետո ինչ։ Դավիթը անճարության եւ անելության զգացումներով չսառեց, չարձանացավ, ընկճման մեջ եւ ինքնապախարակման մեջ չմտավ։ Սավուղն ու կողմնակիցները ոչ թե միայն ֆիզիկապես էին Դավիթի շուրջը շրջապատել, այլ նրան մտային եւ հոգեկան տանջանքել էին տալիս։ Այդ անաստված նրանց վիճակը, այն նրանց բիրտ ու բրուտ եւ դաժան վերաբերմունքը վախենալի էր։ Բայց Դավիթը այս ճնշման տակ ապրելու ընթացքին նույնիսկ իր հույսը, իր ազատությունը, իր վստահությունը, իր կողմորոշությունը, իր իրավունքի պաշտպանության ակն ու միջոցը Տիրոջ վրա հիմնեց, որտեղ Տերը անփոփոխ է։ Տերը վստահելի է, Յահվեն է, I am that I am-ն է, Ադոնայն է, ամենակարողն է, ամեն բան կարող անել, մի հատ աննշան լրաբեր կարող է գործածի, որ ամբողջ ազգը փրկի, ցեխը կարող է գործածել, որ կույրի աչքը բանա, այդ կույրը արդեն չէր տեսնում, մեկ էլ ցեխով պատեց նրա աչքը, մարդկային տեսանկյունով, այ ախպեր, դեղ չկար, որ դեղ դնեիր, կամ գոնե թքեիր, քո թուքդ ավելի արժանավոր է, քան թե ցեխը, բայց չէ, Հիսուս պիտի ցեխ սարքեր, ցեխով պատեր, որ մարդկանց կողմանե անհնարությունը իր ծայրագույնին հասներ, որպեսզի երբ որ նրա աչքերը բանար, մարդիկ իմանային, որ իրապես հրաշք էր, որ տեղի ունեցավ։ Դավիթն ասում է ահա։ Գիտեք, ահա ինչ է նշանակում։ Անգլերեն մեջ շատ հստակ է, behold։ Այսինքն տեսեք, նայեցեք, ուշադրություն արեք, նկատի առեք։ Սրանից շատ հեշտ մի անցնեք։
Տեսեք, ես ինչ բանի վրա հիմնվեցի, ահա, որտեղից դիմանալու, պայքարելու, հարատևելու ուժ, կարողություն կորով ստացա, երբ որ շատ լուրջ վտանգ էր սպառնում ինձ, ահա տեսեք, ահա դաս առեք, ահա նայեցեք, ինչին է ուղղում Դավիթը մեր նայվածքը, Դավիթը մեր նայվածքը, մեր դիտանկյունը վերուղում է, որպես մենք Աստծո զավակներ վտանգված պահին, սպառնալիք զգացած ընթացքում Աստծուն նայենք, Յահվեին նայենք, Ադոնային նայենք, մեր օգնության, քաջության, հաղթության, հարատևության ակն ու աղբյուրը նրան նկատենք, ոչ թե ուրիշ բաներ, նրա մեջ սուզվենք, նրա խոսքի մեջ թաղվենք, նրա մասին ուղիղ աստվածաբանական ճշմարտություններով մեր միտքը գոտեպնդենք, որպեսզի սխալ հասկացումները, ավանդական ծուռ ու սխալ ուսուցմունքները, հնուց մնացած սխալ ուսուցմունքները, այսինչ պոետիկ կամ այնինչ ոտանավոր գրողի ծուռ ու հեթանոս ասածները մեր միտքը չաղավաղեն, այլ Աստծո խոսքի ճշմարտությունը մեզ ուղղություն տա, որովհետև Աստված է մեր օգնականը, նա երկրորդ բացականչություն էլ է անում, ասում է, որ ոչ թե միայն այս ուխտային անունով օժտված հավատարիմ Աստվածն է օգնականը, այլ Տերը Ադոնայը, ուր ամեն կողմից մարդկանց անհնարը նրա մոտ հնարավոր է, այս անձը, այս Տերը, ասում է, պահպանում է իմ անձը, այստեղ էլ պահպանել բառը այդքան խորը չի, թեթև թարգմանություն է, պահպանել, այո, պահպանում է, բայց այս բառը պահպանությունից շատ ավելին է, անգլերեն ասում է sustains me, sustain նշանակում է կայուն պահել, կազդուրված պահել, կանգուն պահել, keep it standing, keep it up, keep it fed, դիմացկանություն տալ, տոկում շնորհել, կրել տալ, to bear, ուժ տալ, to empower, պահպանելը մեկ մասն է միայն, sustains me, նաև այս համարի մեջ անձ բառը եբրայեցերեն նեֆեշ բառն է, ասում է իմ անձս այսպես կայուն է պահում, անձ նշանակում է իմ բոլոր էությունս, իմ կյանքս, իմ գոյատևումը, այս ամենազոր, ամենակարող Ադոնայն է, որ ինձ կանգուն է պահում, ինձ կայուն է պահում, ինձ կազդուրված է պահում, ինձ դիմանալ է տալիս, ինձ պետք եղած ուժն ու կորովն է շնորհում, որ ես կարողանամ օրեօր շարունակապար կրել, դիմանալ, տոկալ, նույնիսկ եթե դժվարության մեջ էլ լինեմ, համբերել եւ ուղղությունս չկորցնեմ under pressure։ 5-րդ համարի մեջ ասում է, թե Աստված այդ արավ։ Եվ ասում է, թե ինչպես արավ։ Աստված ինչպես Դավիթին կայուն պահեց, sustain արավ, գիտեք ինչպես։ Իր նախախնամությամբ, through his providence։ Պատմականի մեջ տեսանք, որ փղշտացիներին Սավուղի վրա բերավ։ Եվ մի հոգու ուղարկեց, որ մունետի կաներ, լուր բերեր, եւ այդ մեկը եկավ այդ բոլոր զորքը իրար անցեց։ Ամեն պլաններ իրար խառնվեցին։ Դավիթն ազատվեց։ Դավիթը այս եղելությունը Աստծո նախախնամության է վերագրում, նրա խնամարարությանն է վերագրում։ Ասում է, թե տեսեք 5-րդ համարի մեջ։ Նա, այսինքն այս Յահվե Ադոնայը, չարը կդարձնե իմ թշնամիների վրա։ Չարը ով է? Փղշտացիներն են։ Թշնամին ով է? Սավուղն է։ Ասում է, որ Աստված չարը իմ թշնամու գլխին բերավ, որպեսզի ինձ ազատի։ That's what it means։ Եվ ասում է, քո ճշմարտությունովը կորցրու նրան։ Այս համարն էլ պետք է ավելի ուղիղ թարգմանվի։ Ուրեմն տեսնում ենք, որ նույնիսկ մեղքը, չարությունը, ուրիշների արած
անիրավությունները, սատանան, դևերը, բոլոր չար եւ մեղավոր մարդիկ, իրենց կատարած բոլոր չարությունները, անիրավությունները Աստծո գերիշխան եւ նախախնամ ձեռքի մեջ ինչ են? Գործիքներ են, որոնց Աստված իր ամենաիմաստությամբ, իր ամենագիտությամբ, իր ամենակարողությամբ, իր աստվածային նախախնամությամբ եւ հարակատարության գործի շնորհիվ գործի է լծում, իրարու հետ է կապ տալիս, որ թե Քրիստոսի նկատմամբ, թե նրա եկեղեցու նկատմամբ, ամեն մի անհատի նկատմամբ Աստված բոլոր իր ունեցած ծրագիրները հաջողության է բերում, անկախ պարագաներից, գործածելով բոլոր պարագաները, որպեսզի բոլոր բաները իրեն սիրողների համար բարի գործակից անի, Հռոմեացիս 8:28։ Շատեր հարց են տալիս. ինչու Աստված արտոնեց, որ մեղքը աշխարհ մտներ։ Այս հարցման պատասխանը շատ պարզ է։ Եվ այս է, որ Աստված մեղքը, անկումը, սատանան, չարությունը ի հավիտենից իր հրովարտակի մեջ ունենալով այնպես ստեղծեց, այնպես կարգեց, այնպես հրովարտակեց, որ չարը իր չար բնության համեմատ ու այդ բնության մեջ ունեցած ազատության սահմաններում չարություն գործի։ Մեղք ու անկում տեղի ունենա։ Մարդ իր ազատ կամքով մեղանչի, ըմփոստ լինի, Աստծո շնորհքից պակասվի, որպեսզի երբ Աստված իր անցյալի ի հավիտենականությունից ի վեր կարգած ողորմությունը ցուցաբերի, մարդը Աստծո ողորմությունը փորձառաբար ճաշակի եւ հասկանա, որ Աստված ողորմած է, այն էլ մեծ ողորմություն։ Եվ այդպիսով Աստծուն Աստծոպես փառավորի եւ նրան հավիտյան վայելի։ Եթե մեղք գոյություն չունենար, այլևս ողորմության կարիք չէր լինի, ու մենք Աստծուն գոնե իր ողորմությամբ չենք կարող ճանաչել լրիվ կերպով։ Ուր մնաց, որ նրան իր ողորմության համար փառավորեինք։ Դավիթ Աստծուց խնդրում է, որ Աստված իր ճշմարտությունով նրանց կորցներ։ Այս համարի մեջ ճշմարտություն բառը սխալ է թարգմանված։ Ճշմարտություն չի։ Բնագրի մեջ էմետ բառն է։ Էմետ նշանակում է հավատարմություն, ոչ թե ճշմարտություն։ Այո, հավատարմությունը հիմնված է ճշմարտության վրա, բայց ճշմարտությունը սետեղն է, էմետը չի։ Ուրեմն Դավիթն ասում է. «Քո հավատարմությանդ համեմատ նրանց կորցրու, կորցրել, այսինքն նրանց վերջը դիր, նրանց իրենց վերջնական պատժին տուր, վերջնականության բեր, put that to an end through your faithfulness»։ Շատ ավելի իմաստալի է։ Քո հավատարմությանդ հիման վրա նրանց ուղիղ արդար վերջը տուր։ Աստված մի օր բոլոր վերջնականապես անդարձներին, վերջնականապես Աստծուն մերժողներին, Աստծուն անհնազանդներին, նրանց հետ նաև սատանային եւ բոլոր տևերին իրենց հարկը եղած վերջը կտա։ Ես ձեզ վստահեցնեմ, Աստծո խոսքն ասում, որտեղ դժոխքը պատրաստված է սատանայի չարերի համար։ Աստված մարդկանց դժոխք չի ուղարկում։ Մարդիկ իրենց չարության եւ անդարձ վիճակի արտար պատիժն են ստանում։ Քաղաքի մեջ բանտը չեն շինել, որ քաղաքացիներին տանեն տնեն բանտ։ Ոչ։ Քաղաքի մեջ բանտը շինել են, որպեսզի քաղաքի մեջ օրենքը խախտողներին եւ դարձի չեկողներին, վտանգ սպառնացողներին տնեն բանտ։ Պետությունը իր քաղաքացիներին բանտ չի ուղարկում։ Քաղաքացիները իրենց հանցագործության պատիժն են ստանում բանտ գնալով։ Մեծ տարբերություն կա։ Դա խոսում է պետության ուղարար լինելու եւ արդար լինելու մասին։ Դա խոսում է Աստծո ուղարարությունը եւ արդարությունը ունենալու մասին։ Աստված ուղարար է, Աստված սուրբ է, Աստված արդար է, Աստված մարդկանց դժոխք չի ուղարկում։
Մարդիկ իրենց չարության հիման վրա է որ դժոխք են գնում։ Դժոխքը սատանայի համար է պատրաստված։ Դևերի համար է պատրաստված, բայց նրանք, ովքեր վերջնականապես Աստծուն մերժում են եւ սատանայի ժողովուրդ են դառնում, Աստված նրանց էլ դժոխքի բաժին կտա։ Վերջ կդնի իր հավատարմության հիման վրա, որտեղ նա հավատարիմ է անելու ուղիղը, ճիշտը, արդարը, սուրբը։ Դրա համար ասում է քո հավատարմության հիման վրա նրանց կորցրու կամ նրանց վերջը դիր։ Put an end to them through your faithfulness, based upon your faithfulness. Դավիթի պարագայում Աստված Սավուղից թագավորությունը առավ եւ Դավիթին տվավ եւ նա երկար տասնյակ տարիներ շատ հաջող եւ ոսկյա թագավորություն ունեցավ։ Նույնն էլ Քրիստոսի նկատմամբ, թեպետ օծը նրա գարշապարը խայթեց, բայց Քրիստոս նրա գլուխը ջախջախեց։ Իր հարության զորությամբ մեզ էլ հավատքի միջոցով հոգևորապես մեռած վիճակից հարություն տվավ, երբ որ մեզ նորից ծնեց եւ կյանք տվավ, որպեսզի վերստին ծնվենք ու հավատքով փրկվենք։ Այնպես որ չարը այլևս մեր վրա ոչ մի իրավասություն չունի, որտեղ մենք հիմա Քրիստոսով Աստծո որդիք ենք, լույսի որդիք ենք, երկնքի քաղաքացիներ ենք ու մի օր էլ ֆիզիկապես չարի ներկայությունից, մեղքի ազդեցությունից, կազատի այնպես որ հավիտենապես իր սուրբ երկնքում այնպես հավիտյան Տիրոջ հետ կլինենք։ Աստծո խոսքում Աստծո մասին ուղիղ վարդապետությունների վրա հինված է, որ կարող ենք մեզ սպառնացող վտանգավոր կացությունների մեջից նավարկենք եւ ապահով նավահանգիստ հասնենք, որտեվ Յահվե Աստվածն է ու ամենազոր Ադոնայ Տերն է, որ մեզ կայուն է պահում։ Երրորդ եւ վերջին կետում տեսնում ենք Դավիթի ուրախությունը, ցնծությունը։ Նա ասում է ես հոժար կամքով պատարակ կմատուցեմ, քո անունը կգովեմ, որտեվ բարի է, դու ամեն նեղությունից փրկում ես ինձ եւ իմ աչքը ուրախությունով է նայում իմ թշնամիների վրա։ Ինչպես ենք կարող վտանգված պահին Աստծո ցնծալի շնորհակալություն հայտնենք։ Վտանգի համար շնորհակալ չենք, վտանգ մնում է վտանգ։ Այլ վտանգավոր կացությունից անցնելու ընթացքին մեր հույսը, մեր վստահությունը, մեր խարիսխը Աստծո վրա հենված մենք հիշում ենք Աստծուն, հիշում ենք նրա ստորոգելիները, հիշում ենք, որ նա է մեզ պահողը եւ երբ որ այսպիսի դիտանկյունով ենք մոտենում մեզ ամենավտանգավոր սպառնալիքին, տեսնում ենք, մեր սիրտը ուրախանում է, որտեղ հիշում ենք, որ ճիշտ ինչպես Աստված մինչև այստեղ մեզ օգնական եղավ, սրանից հետո էլ նույն Աստվածը, նույն անփոփոխը, նույն Յահվեն, նույն Ադոնայը մեզ օգնական կլինի։ Աստված Աբենեզեր է։ Աբենեզեր է։ Ինչպես որ զանից առաջ բոլոր բաները իր նախախնամությամբ մեզ համար բարի գործակից արավ, սրանից հետո էլ այս նույն անփոփոխ հավատարիմ ճշմարիտ Աստվածը ամեն բաները մեզ համար բարի գործակից կդարձնի։ Դրա համար մեր միտքը ուղիղ վարդապետությամբ նորոգվում է։ Մեր հավատքը ուղիղ վարդապետությամբ խորանում է, մեր վստահությունը տարածվում է եւ մեր հոգին հանգստանում է եւ մեր լեզուն բացվում է վշտերովս անգամ քեզ փառաբանեմ։ Երբ կյանքի ծովու վրա փոթորկահույս, խորիստ է այլևս մարած է ամեն հույս, թվե մի արմի օրհնություններդ, որ հիանաս ինչեր ըրած է քեզ Տեր։ Բազմաչարչար հոգերու մեջ ծանրաբեր, թե խաչին լուծը կրելեն ես ընկճեր, թվե մի արմի օրհնություններդ բոլոր, որ կյանքդ ըլլա երկմը զվարդ ամեն օր։ Դավիթի նման։ Մի վհատիր փորձությանց մեջ մեծ բզդիկ, զիտերն ամենուն վրա է ազդեցիկ, թվե մի արմի բարիքներդ հրեշտակներն մինչև ճամփուտ վախճան քեզ են քաջալեր։ Ինչպես կարող ես սրա մեջ հաջողվել? How can you do this?
որտեվ որպեսզի վտանգավոր պարագային ցնցալի կերպով Աստծո շնորհակալություն հայտնենք, ինչ են կարող անել։ Դավիթն ասում է. «Հոժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ»։ Վտանգից սպառնված ժամանակ, վախի եւ սարսափի մատնված պարագային անմիջապես նախքան ուրիշ տեղ դիմել, Տիրոջ առջև պետք է ներկայանանք։ Անհատապես, ընտանիքապես, նամանավանդ եկեղեցապես։ That's why մենք եկեղեցի ենք։ Եկեղեցին մնաք պաշտամունքի համար չի։ Եկեղեցին ճիշտ այս պահին է մեր ամենաապահով տեղը։ Առաջին տեղը, առաջին մարդիկ, որ լուր պիտի ունենան, ես ինչից եմ անցկենում, հավատացյալ եկեղեցու ընտանիքն է։ Ասում է հոժար կամքով, ուզելով, ոչ թե չուզելով։ Հոժարությամբ Տիրոջ առջև պիտի ներկայանամ, պաշտամունք պիտի մատուցեմ, Աստծուն պիտի փառավորեմ, Աստծո խոսքից, սրբարարքներից, Աստծո բոլոր շնորհած միջոցներից ետ պիտի չմնամ, բայց մենք ինչ ենք անում։ Հենց մի քիչ կյանքը սկսում է նավակոծել, մեկ էլ տեսար 3 ամիս չկա, եկեղեցի չի գալիս։ Լավ, ինչ եղավ, ոչ, ես իմանում ինչեր անցանք։ Ինչ եղավ։ Էս եղավ, այն եղավ, հետո էս եղավ, հետո խելք չմնաց։ Բա որտեղ ես։ Աստծո խոսքը մեզ ասում է մեկտեղ հավաքվելուց ետ մի մնաք։ Այլ ավելի ջանասիրությամբ, ավելի հավատարմությամբ, ավելի հավատքով, ավելի Տիրոջը փառվելու, նրան մոտենալու, նրա խոսքի մեջ սուզվելու, մյուս անգամ վտանգվում ես, սուրբիկդ բաց ու գլուխդ վար մեջը մտիր։ Դայվերները ինչպես են մեջ մտնում ձուկ որսալու համար, գլխով են մտնում ջրի մեջ։ Հաջորդ անգամ, երբ վախենում ես, վտանգվում ես, պաշարված ես զգում, անել անճար վիճակի մեջ ես զգում, բայց աս շնորհած օվկիանը եւ գլխով մտիր մեջը։ Ու դուրս մի գալ մինչեւ որ Տեր այդ լրաբեր ուղարկի։ Այն ժամանակ դու էլ Դավիթի նման, Քրիստոսի նման, մեզանից առաջ ու մեզ հետ եղող շատ ուրիշ հավատացյալների հետ միաբերան վտանգված պահին կարող ես երգել վկայել ասելով. տեսակ, տեսակ վտանգներ է, ապահով միշտ կանցնիմ, այս կատարողը միայն շնորհքն է, շնորհք մինչև տուն հասնիմ, աղոթենք։ Փառքես մեր Տերը, հիանալի Աստված, Ադոնհայ Յահվե, մեր օգնականը, մեր կայուն պահողը, փառք ես ով Տեր խոսքիդ համար, որ դու քո զավակներիդ այսպես պահում ես, պահեցիր, պահում ես ու պիտի պահես։ Շնորհակալ ենք Քրիստոսի համար, որ դու նրան ուղարկեցիր, որպես մեր կայուն պահողը, մեր տեղ ապրողը, մեր տեղ մեռնողը, մեզ համար հարություն առնողը, մեզ մեր մեղքերից փրկողը, մեզ կայուն եւ հավիտենապես ուղարար կանգնեցնողը։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ քաջալերում ես, մեզ ուղղում ես, խոսքիցդ մեզ սնունդ ես տալիս։ Դու որ մենք քո խոսքիդ վրա հենված մեր ուրախության, ցնծության աչքերը ուղենք քեզ եւ հոժար կամքով քեզ փառաբանենք, որովհետեւ դու բարի ես ով Տեր։ Որտեղ քո խոսքդ բարի է, քո արարքներդ բարի են, դու շատ բարի ես։ Փառքը պատիվը միայն քեզ է վայել։ Հիմա եւ հավիտյան։ Ամեն։